դե Ռաուֆինը բերեցին մի նպատակով, Ռոբիկ Քոչարյան կոչվածին, որ նրա գալով նրան 30 միլիոն դոլար փող էին տվել, որի վերաբերյալ կա նաև հոդվածը, որը տպվել է դեռևս վաղուց, նաև թերթերով։ Եվ Ռաուֆին բերելով, համապատասխան 30 միլիոն դոլար փողը տալով, նա ստանձնում է պարտավորություն, պարտականություն, որ նշված պայմանագիրը, որը նաև բաղկացած է մեղրու տարբերակով, Գորի Սիսյան մեղրի ղափանով, որի պարտավորության շրջանակներում բոլոր կուսակցություն կոչվածները, բոլոր համակարգ կոչվածները ստացել են, համաձայնեցրել են իրենց լափը ու դրա համար էլ որևիցե մեկը չի արձագանք է բացասական։ Հիշում եք, չէ՞, 2009 թվականին դաշտանները Սփյուռքից որ եկել էին, են հավաքվել էին եւ ամեն մեկը ոչ գոռելով ասում էին հակասահմանադրական որոշումներին, բայց առաջի պոռնիկը եղել է դաշտանները, որի համար մեծ գումարներ են ստացել։ Եվ այդ գումարների համապատասխանել նրանց այդ կապիկություններն են։ Խերժոյին Ֆրանսիայում սատկացնելու էին, Ամերիկայում ընդհանրապես չեն ընդունել, բայց դաշտանների մասնակցությամբ հանդարտվեցել են, հանգստացրել են եւ թույլ չեն տվել, որ Խերժոյի գլուխը ջարդեն։ Հիմա անցնենք առաջ։ Ուշադիր։ Так, ուրեմն Փաշինյանը եւ Ալիևի հետ Բրյուսելում 2023 թվականի մայիսի 14-ին երակով հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմություն 1991 թվականի Ալմաթայի հռչակագրին։ Տեսեք, հռչակագիր ինչ է նշանակում, իսկ մենք դրան էլի անդրադառնամ, հա? Հռչակագիր, այսինքն մենք հռչակում ենք փաստաթուղթ չի դա։ Դա ձևական ֆորմատի մեջ է, հասկանում եք։ Դա փաստաթուղթ չի։ Որովհետև փաստաթուղթ է, տեսեք, կասեին SSSS փաստաթղթի SSSS պայմանագրի համաձայն հռչակագրի համաձայն։ Բայց լավ, անցնենք, հետո աստիճանաբար սկսենք քննարկել, լավ։ Այսօր մի քիչ մեղմ եմ մոտենում, այնպես որ մեր քույրիկները հանգիստ կարող են սրան դիտարկել։ Բարև Հովոջան։ Так, որ հավատարմությունը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրին եւ Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետրի եւ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետրի համապատասխան տարածքային ամբողջականությանը։ Այսինքն 1991 թվականից արդեն իսկ ամրագրված է եղել 29800-ը եւ Ադրբեջան կոչվածի 86000 կիլոմետրը։ Բայց տեսեք, այս պոռնիկները, որ ձեզ ոնց որ ասած են, որ ասում են լապշու նաուշի վեշելի, որ ասում են մենք բանակցում ենք, է բոզի տղա, եթե դու արդեն բանակցել ես, արդեն համաձայնացրել ես, քո սահմաններն ես ամրագրել, նա էլ իրենց սահմաններն են ամրագրել, նշանակում է արդեն դելիմիտացիա, դեմարկացիա արված է, ճիշտ է։ Այսինքն, այն բոլոր անհամաձայնությունները, որ մինչև այդ եղել է, ըստ ձեր գիտակցության, էլ իհարկե, արդեն իսկ հարթված է եղել 1991 թվականով, որի համար Քորը իրա լապն ստացե, Ռաուֆը իրա լապն ստացե, Խերժոն իրա լապն ստացե, ազգային ախորի դեպուտանկեքը, կուսակցություն, ազգայնական կոչվածները, պիդրները, մուսրները, դադախազները, ածը, մածը, դրանք բոլոր իրենց փայլ լապը ստացել է։ Եվ այլևս խնդիր չի եղել, խնդրու առարկա չի եղել, որ որևիցե մեկը լինի դժգոհ, քանի որ լապը վերցրել է, ամեն մեկը իր լապը վերցնելով ապահովել է իր ընտանիքի շատ լափակերությունը, հասկանում եք, հիմա, բայց անցնենք առաջ, հա, անցնենք առաջ, так,
Ուրեմն Ալմատա երթակագրին եւ Հայաստանի 20800 քառակուսի կիլոմետրին եւ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետրում, այսինքն արդեն իսկ 91 թվականով դա համաձայնեցված է, այսինքն պետական դավաճաններ են հանդիսանում ոչ միայն Քորը, Վզգոն, Դեմիրճյանը, համակարգ կոչվածները, դատախազություն ԱԾ, քննչական հակակոռուպցիոն ազգային նախորդ կուսակցություններ, այլ նաև դրանց սատարողները, դրանց շահերը պաշտպանողները, դրանց կեղտոտ ոռները պահողները, հասկանում եք, դրանք բոլոր ու դրանց որպես իշխանություն ճանաչողները, առաջին նախագահ, երկրորդ նախագահ, երրորդ նախագահ, չորրորդ նախագահ, սրանք բոլորը պոռնկացիներ են, պետական դավաճաններ, միջազգային հանցագործներ, անցնենք առաջ, Так, եւ Ադրբեջանի 76600 քառակուսի կիլոմետրը համապատասխան տարածքային ամբողջականությանը։ Միշելի այդ հայտարարությունը վերջնականապես բացահայտեց այն հիմնական նպատակը, որը հետապնդում էր Նիկոլ Փաշինյանը 2022 թվականից սկսած, երբ նա սկսեց հղումներ կատարել 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմատայի հռչակագրին հրաժարում Արցախի նկատմամբ Հայաստանի հանձնառությունը եւ Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, գիտակցելով, որ թե դրա ուղղակի հայտարարությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ իր համար։ Փաշինյանը այդ նպատակը երկար ժամանակ թաքցրած է պահում եւ քայլ առ քայլ նախապատրաստում հանրությանը այդ գաղտնիությանը, որը ես ձեր տարիներով, տասնամյակներով այդ ամենը ներկայացրել է։ Հիմա տեսեք, 91 թվականից փաստացի մեր ոսկե սերուսկին տանում են զոհաբերում են, ազգին ցեղասպանում, ՀՀ պետբյուջե կոչվածից տարեկան միլիարդավոր դոլարներ հատկացվել է իրականում ըստ դրանց ամրագրված արդեն իսկ համաձայնեցված պայմանագրի Ադրբեջանի դոնորը հանդիսանալով Հայաստան կոչվածը ֆինանսավորել է եւ գումարներով, ինչպես նաև մեր ոսկե սերուսկի զոհաբերությամբ, ցեղասպանությամբ, գենոցիդով վաճառել են եւ ընդերքը թալանել, եւ մեր ոսկե սերուցքը, եւ նաեւ մեր պահանջատիրությունները, այսինքն այն պահանջները, որ կար, այսօր էս պոռնիկը ոնց է ասում, Հայաստանի Հանրապետություն կոչվածը պետք է որևիցե պահանջ չներկայացնի։ Ինչի բոզի տղա, մի րոպե հիմա սկսենք վերլուծել։ Մի րոպե։ Տեսեք, այսօրվա այս քաղաքացիական օրենսգիրք իրավունք կոչվածով, եթե դու որևիցե իրավահարաբերության մեջ ես մտնում, ապա դու դրա իրավասությունը, իրավունքը պետք է ունենաս։ Այսինքն, եթե մի որևիցե բան ես վաճառում, նվիրաբերում կամ որևիցե այլ իրավահարաբերության մեջ մտնում, դու դրա սեփականատերը պետք է լինես կամ ստանձնես իրավասություն, լիազորություն, որ նշված ապրանքը, ուշադիր լսեք, տեսեք ինչ եմ ասում ձեզ, ապրանքի շուրջ կատարես բանակցություններ, արք ու վաճառք, նվիրատվություն եւ այլն։ Բայց եթե դա չի հանդիսանում քո սեփականությունը, դու դրա վերաբերյալ որևիցե գործողություն չես կարող կատարել։ Չես կարող, հասկանում եք։ Հիմա Արցախը այս գանդոնի մոր սեփականություններ, հոր սեփականություններ, թե իրա պոռնոկամանդի ԱԾ, քննչական, ազգային նախորդ կուսակցություններ եւ այլն հարց եմ տալիս։ Դա ո՞ւմ է։ Նախ Հայաստանի Հանրապետություն որպես այդպեսին չկա։
Չի եղել։ Հայաստանի Հանրապետություն կոչվածը սկսվել է իր ներկայացումը, ասենք ասենք, որովհետև իրականում դա ներկայացում էր, որի շրջանակներում պարտադրվել է, ծախվել է, պետական դավաճանություն է կատարվել, միջազգային հանցագործությունն էլ հրահարում, պատերազմի հրահարում, գենոցիդ, այսինքն գենո մեր գենի ոչնչացում, ոչ թե ցեղասպանություն։ Ստեղ մեր քրեական օրենսգիր կոչվածով ներկայացված է որպես ցեղասպանություն։ Գենոցիդը սխալ է թարգմանված, որովհետև գենոցիդ դա նշանակում է գենի ոչնչացում։ Ցեղասպանությունը դա ցեղի սպանությունն է, բայց մենք ցեղ չենք։ Տեսեք, ձեզ դարձրել են ցեղ, ազգին դարձրել են ցեղ։ Արմենիան իր տարածքով սարքել են Հայաստան։ Արմենիան վերանվանելով Հայաստանի Հանրապետություն, բռնակացելով հասարակական կազմակերպություն կոչված ԽՍՀՄ-ին եւ հասարակական կազմակերպություն ազգային մեծ ժողով թուրքական հասարակական կազմակերպությանը հիմք են ստեղծել այս պոռնկացիների համար, այսինքն նախագահներին, պետություն կոչվածներին, ազգերի լիգա, ՄԱԿ, Եվրոխորհուրդ, Եվրոմիություն ու մնացած պոռնկացիներին, այդ թվում նաև նախագահներ, վարչապետներ եւ այլ պոռնկացիներ, սրանց միջոցով օղչարահոտի ականջներին նստացնելով հիմք են ստեղծել, որ մեր ազգին գենոֆոնդը ոչնչացնելով, տարածքները ծախելով, երկիրը ոչնչացնելով, համակարգերը բնաջնջելով հարստանա։ Բայց դուք այդ կուտը ուտում եք ու դրա շրջանակներում վաճառում եք, ծախում եք, ծախվում եք, ձեր երեխեքին էլ ոչնչացնում, նրանց ձեր գենը, ձեր երեխաների գենը, որը փաստացի ձերն է, ոչնչացնում։ Հասկանում եք այդ ինչը։ Հիմա այս Գանդոնը Ռաուֆի վերաբերյալ, հիշում եք, որ ասեց Հայաստանի Հանրապետության համակարգերը, համակարգ կոչվածները վաճառել է Ռուսաստանի։ Հիմա այդ վաճառք կոչվածը, որ իրականացվել է, ինչ հիմքերով է իրականացվել։ Ինչի մենք, եթե փաստացի մենք համակարգ չունենք, կամ սրանք գործակալական ցանցեր են, որոնք գործում են մեր ազգի, մեր պետության դեմ, կամ դրանք տուպոյ դուրակ, իշի քուրակ, բոզի տղեկ են, էլի։ Անգրագետ, անասուններ, որովհետև եթե դա քոնը չի, դու ինչ իրավասությամբ, ինչ լիազորությամբ վաճառում ես։ Հետո որ ասում էին 100 միլիոն պարտքի դիմաց, էդ ով է տեսել այդ 100 միլիոն պարտքը, հա? Այս ոնց եղավ այս Գանդոնները դարձել են միլիարդատերեր, բայց Հայաստանի Հանրապետություն կոչվածը 100 միլիոն դոլար պարտքի տակ է մնացել։ Այն դեպքում, որ ամեն մի համակարգ կոչվածը ինստիտուտները, գործարանները, հա, էներգոհամակարգ, տրանսպորտ կապ, ատոմակայան, դրանք միլիարդավոր դոլարների կարողության տերպի, միլիարդավոր, ոչ թե մի միլիարդ, ոչ թե 100 միլիոն, արա, հասկանում եք, այլ միլիարդավոր դոլարների, տրիլիոնների հասնող ունեցվածքի տեր պիտի լինես, որ դա վաճառես։ Հիմա հարցը առաջանում։ Տեսեք, այս Գանդոն, այդ վզգո կոչված պոռնիկացենին, այս ֆրանկ մասոնին, այս թուրքի շինված բազմակի օգտագործված կներեք Գանդոնին, այսօր խերոսացնում են։ Հիմա, եթե այդ խերոս կոչվածը, ասենք գիտելիքներ չունի, եթե անգրագետ յոբնուտի տվարյուգա է, որը օրենքների չի հասկանում, որը
Չի գիտակցում, որ գիտեք ինչ կա։ Մի րոպե լա։ Տեսեք, ներկայանում էր որպես ազգային խեռոս, ճիշտ է։ Բայց 91 թվականից փաստացի վաճառել է։ Բայց 94 թվականին կառավարության Գ որոշման համաձայն, կառավարության 68 Գ որոշման համաձայն Հայաստանի պետբյուջեն ֆինանսավորում էր Քաշաթաղի շրջանը եւ մեր ազգի ներկայացուցիչներին խաբեությամբ, խարդախությամբ կանչում էին ազատագրված տարածքներ վերաբնակեցնելու տարածքները, որ սահմանները ամրագրեն, բայց իդեպ, այդ բոլոր ֆինանսական գործողությունները, գործընթացները իրականացում էր Արշին բանկի միջոցով, որի սեփականատեր կոչվածը հանդիսանում էր Ռաուֆը, որովհետև գալով բերելով դրան Հայաստան, ոնց որ քորներ ասում, Խերժոյին ու Ռաուֆին բերեցի, ապօրինի անօրինական, առանց օրենքի, որից է օրենք չի կիրառվել, որովհետև եթե սրանք, եթե որն է, փաստացի ամրագրել էին Արցախը որպես գոյություն չունեցող Ադրբեջանի տարածք, փաստացի Խերժոն ու Ռաուֆը, Ռոբիկն ու Սերժիկը հանդիսացել են թուրքեր, ադրբեջանցիներ, Ադրբեջանի քաղաքացիներ եւ բնականաբար ոչ իրավունք ունեին դառնային Հայաստանի Հանրապետության վարչապետ, ոչ նախագահ, ոչ էլ որևիցե պաշտոն գրավեի։ Հիմա հարցը առաջանում։ Այդ դեպքում որն է եղել Վզգոյի, Քորի, համակարգ կոչվածների շահը, որ գլխավոր օրենքները խախտելով բերում են այս գանդոններին, նշանակում են նախագահ, պաշտպանության նախարար եւ այլ, հա? Հարց եմ տալիս։ Դրանց շահը ինչու՞մն էր կայանում, եթե պոռնիկներ, եթե նրանք այդքան գիտակցություն ունեին, ստե ուրիշ գիտակից մարդ չկար, հա? Տեսեք, ամբողջ փաստը բացահայտում եմ, փաստերի բացահայտումը ներկայացնում եմ ձեզ, կոնկրետ հարցը, լավ, Վզգոներ գանդոն, Դեմիրճյաններ գանդոն, Քորներ գանդոն, բա համակարգ կոչվածները, դատարաններ, սահմանադրական դատարան, Առաջիացյան, Վերաքննիչ, Վճռաբեկ, քրեական, քաղաքացիական, վարչական, հարց եմ տալիս, դադախազություն, ԱԱԾ, քննչական, հատուկ քննչական, մուսռնոց, ազգային ախոռնոց, հարց եմ տալիս, արա, այ պոռնոներ, արա, ինչ որ օրենքից եք խոսում դուք, որ միջազգային օրենքից եք խոսում դուք, ասեք, այս միջազգային օրենք կոչվածը դնեմ դեմները, մանրակրկիտ բացատրեմ, մատուցեմ ձեզ, ինչ է նշանակում դա, հարց եմ տալիս, որ մեկն է ձեր գիտակցությամբ միջազգային դրանց կատարած 91 թվականից կատարած գործողությունները իրավական, օրինական, հա? Կոնկրետ ես արա, արա այ պոռնոներ արա, հռչակագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 21-ից, հիմա հարց եմ տալիս, 1991 թվականից, որ մտել է ուժի մեջ, այսինքն 1991 թվականից նա արդեն գործում է, նա արդեն փաստաթուղթ է, ըստ ձեր գիտակցության, չնայած սա ворի թուղթ է, որովհետև, հիմա, այս անցնենք այս գանդոնին անցնենք, Փաշողլուն, տեսեք, 1991 թվականին փաստացի ճանաչվել են սահմանները, 29800, ճիշտ է, ուրեմն դելիմիտացիա, դեմարկացիա արվել է, որ արդեն ընդգծվել են, ամրագրվել են
սահմանազատվել է Ադրբեջան, Հայաստան, ճիշտ է։ Այսինքն այլևս դելիմիտացիայի, դեմարկացիայի խնդիր չի եղել։ Հիմա հարց է առաջանում։ Բա որ 91 թվականից է դելիմիտացիա, դեմարկացիան արվել է։ Դադախազության պոռնո ծնունդներ, մուսռներ, ԱԱՑ համակարգ կոչված, ազգային նախորի պոռնկացիներ, կուսակցական պիդերներ, դաշտաններով, հանրապետականներով, բարգավաճով, իմ քայլականով ու մնացած պոռնո կլուբի անդամներով։ Այսօրվա նորաստեղծ կուսակցություն կոչված գանդոններով, են գուրգենչիկներով, խերի գլուխներով եւ այլնով։ Բայց բոզի տղեկը, այս գանդոնները, այսքան ուղեղ չունեն, այսքան գիտելիքներ չունեն, բայց դրանք ոնց են մարդամեջ մտնում, կամ այս գանդոններին ոնց եք դուք ընդունում, որպես կուսակցության անդամներ, որպես դասախոսներ, որպես վարչապետներ, նախագահներ, արտաքին գործերի նախարար կոչված գանդոններ, դեպուտանքեք եւ այլն։ Հարց եմ տալիս, արա։ Ում եք դուք ծառայում, գանդոններ։ Ստացվում է դուք ծառայում եք թշնամիների։ Ձեր կատարածը փաստացի պետական դավաճանություն է։ Ձեր կատարածը նաև միջազգային հանցագործությունն է, որովհետև ձեր մասնակցությամբ մեր ոսկեսերուցքին տարակ գենոցիդի ենթարկեցիք։ Այսինքն գենի ոչնչացմանը, ըստ ձեր գիտակցության ցեղասպանությանը, որը միջազգային կոնվենցիա է, որի համար կախաղան է հասնում, որի համար գնդակահարություն է հասնում, էլեկտրական աթոռ, կախաղան, տապորով վիզ կդրել, հարց եմ տալիս, բալավ այդ դեպքում, սրանք են պոռնկացիներ իրանց համակարգերով, որոնք ծառայում են մեր թշնամիներին, բալավ, այդ կռված կոչված գանդոնները, ումից են լապ վերցնում և լռում, կամ լավ, դրանք կամ անմեղ սունակ են, կամ լափակեր գանդոններ, կամ անգիտակից գյոթեր, որոնց համար տրին տրավա, ոնց որ ասում է, ծախեն, ցեղասպանեն, թալանեն, իրենց համար կարևոր չի, կարևորը լափն է, մի քթալ ճաշտուր, բերանները թափտուր, սա է իրականությունը, այդ թվում նաև սփյուռք կոչվածը, ամբողջ սփյուռք կոչվածը, մի հարց է առաջանում, ես որևիցե կեղծիկ ներկայացրեցի դες, ես ներկայացրեցի փաստաթղթեր, են Ֆրանսիայի դեսպանը, են գանդոնը որ կա, են Շարմազանով ինչա, այսօր մի քիչ նուրբ եմ, էլի ավելի նրբագեղ եմ, էլի մատուցում, բայց անվանումները, այսինքն գանդոնին պետք է ասեմ գանդոն, ներողություն, գնում եք որ ապտեկայից էլ առնում եք, ասում եք գանդոն, ճիշտ է, հիմա այս այդ գանդոնին ասեմ ինչ, Վարդմանուշը, չեմ ասի, թույլ չեմ տա ես, գանդոնին ասեմ Վարդմանուշը, կամ մարդ, կամ մարդանման, չէ, սա արդեն ցանկացած գիտակից մարդու համար դա հայոյանք է, սրբապղծություն, հիմա, մի րոպե, այսօր ես վզգո կոչված գանդոնին սարքել են սպարապետ, որը 1991 թվականին քորի հետ, իր գանդոն քույրիկների հետ ու համակարգ կոչվածների հետ, մինչև այս համակարգերով, այս պիդերներով, փաստացի ծախել են, դավաճանել են, ցեղասպանել են, գենոցիդ են իրականացրել, եւ որ մեր ոսկե սերուցքին
որպես վարձու վարձկաններ տարել են զոհաբերել են, որպես մատաղացու ոչխարներ, ուշադիր, ու ես տասնամյակներ ոսկե սերուցքի շահերը պաշտպանելով, սրբություններին իմ կողմից գնահատված, տեր կանգնելով, իրենց սրբություններին, ունդեղ հայրիկ, մայրիկ, քույրիկ, աղբեր, մաղբեր, բարեկամ, մարեկամ, այդ գանդոնները, որ որները հագցրել են գլխներին, ու որևիցե մեկը ձեն չի անում, դրանք պոռնիկներն են, որովհետև եթե մեկը քու շահերն է պաշտպանում, քո ավանդույթը, քո մշակույթը, քո լեզուն, քո հոգևորը, քո սրբությունները, քո օջախը, ու դու էլի ոռդ գլխից հետ չես անում, ասում եմ մառախույա, ուրեմն դու գանդոններն եք, բացի դա, ովքեր ես նրանց օրինականացնում են, ովքեր ես գանդոնների հետ մտնում են իրավահարաբերությունների մեջ, ըստ իրենց գիտակցության, ընտրությունների, Լեննագանի ընտրությունների, Երևանի ընտրությունների, մարզերի ընտրությունների, դրանք գանդոններն են, բազմակի օգտագործված, հասկանում եք, են դոգերով, էդգար ջաններով, ու մնացած կլերի գանդոններով, դրանք բոլորը բոզի տղաներ են, դրանք բոլորը թուրքի շինված, բազմակի օգտագործված գանդոններ են, հասկանում եք, ու այս գանդոնները փախնում են իրականությունից, որովհետև դու որ մատուցում ես այդ իրականությունը որևիցե մեկին ձեռ չի տալիս, գիտեք ինչի, որովհետև այդ իրականության մեջ նրանք փող չեն աշխատում, որովհետև այդ իրականության մեջ երգիր չեն ծախում, ոսկե սերուցքին չեն ցեղասպանում, որտեղ փող չկա, այնտեղ մենակ սրբություններ են, իսկ սրբությունները չեն ծախվում, չեն վաճառվում, հասկանում եք, ամբողջ խնդիրը դրա մեջ է, ու այսօրվա վրա այդ գանդոն սփյուռքը, այդ ոնց եղավ, ես փաստերը գտնում եմ, բերում եմ, մատուցում եմ, լավ դուք չգիտեք, գանդոններ, մատուցում եմ, բայց դուք եք, բայց դա դրան մտնում եմ, խի են փախնում, դա ոռները, դա ղազները, ածը կոչված գյոթերը, հա, մուսրներին հայտարարություն ես տալիս, ասում ես, պետական դավաճանության վերաբերյալ ձեզ տվել եմ համապատասխան ինֆորմացիա, որին պետք է ընթացիկ լուծում տրվի, բայց գանդոններ, ոռները գլխներից հետ չեք ուզում անեք, հա, այսինքն ձեզ ձեռ է տալի, որ ձեր երեխեքին տանեն ցեղասպանեն, գենոցիդին ենթարկեն, ձեր եղած չեղածը թալանեն, ու դուք էլ բերեն ձեզ մի երկու կապեք փող տան, դուք էլ ասեք, հա, այս երեխուն տարան գործանեցին, տարան գլուխը կերան, լափը տվեցին, հա, արա այ գանդոններ, այսօր դուրս են գալիս, այդ ավտոբուսների 150 դրամից են խոսում, հարկերից են խոսում, հայտարարագրերից են խոսում, բայց դուք պետք է հարկվեք, հələ մի րոպե, ես ձեզ էլի սենց էլի, իրավաբանորեն էլի, ձեր նման գանդոններին, ես համ դասախոս եմ, համ ձեր նման գանդոնների, ուզում եմ բառանա հոտի կարգավիճակից հանեմ, սարքեմ մարդա նման, մարդա գիտակցության, բայց ոչ մեկը դրան մոտիկ չի գալիս, ինչի համար, նշանակում է, որ դուք գանդոն եք, այն խերիս պետք չի, այ ոռատուներ է, մենք քո կողքն ենք, իմ կողքը լսում եք, արա իմ կողքը կանգնելը, այն է լինում, որ իմ կողքն են կանգնացնում, աջակցում են, սատար են կանգնում, որ ձեր շահերը, ձեր սրբությունները պաշտպանեմ ես, հիմա, հարկով է վճարում,
Հարկերը ովքեր են հավաքում։ Հարկերը հավաքում են զավթիչները։ Եվ մի պետություն, մի թագավոր մտնում է ուրիշ թագավորություն, հաղթանակում է, որից հետո հարկում է, որ ամեն ամիս, ամեն տարի այսքան հարկ պետք է տաք։ Հարց եմ տալիս։ Այս գանդոնները ինչ իրավունք ունեն, ինչ իրավասություն ունեն, ինչ լիազորություն ունեն, որ գան ձեզ հարկեն։ Ջուրը իրանց սեփականությունն է, հարց եմ տալիս։ Անդերքը իրանց սեփականությունն է, ձեր սեփականությունը հանդիսացող տները, որոնք ձեր կառուցվածքն է, ձեր գումարներով գնել եք, առել եք, էլի սենց ասեմ, էլի։ Ձեր սեփականության վրա դրանք ինչ իրավունք ունեն, որ ձեզնից ձեր սեփականության համար մեքենայի, տունավ եւ այլն հարկեն ձեզ։ Այսինքն ձեզնից հարկ հավաքեն, հա? Հարց եմ տալիս։ Օրինակ դուք ձեր սեփականությունը հանդիսացող օրինակ մեքենան կարաք արենդայով մեկին տակ ու ասեք այս ամիսը 1, տարին 1, ամեն օր կամ բերեմ ես այսքան փող ես տալի, հարկում ես իրան։ Բայց եթե օրինակ փաշողլին կարա գա քո մեքենայի համար, որը դու քշում ես, որը դու տվել ես Պողոսին, որ ինքը փող աշխատի ու բերի քո փայը տա, ասի գիտես չկա, կեստե դիրիմ գրպանա։ Ինչի համար օրինակ, տեսեք, արեք նա ցած ես ձեզ բացատրում եմ, որ դուք ձեր իրավունքները կարողանաք գիտակցել, վերլուծել, հասկանաք։ Դա պիտի լինի ձեր սեփականությունը։ Կամ պիտի լինի իր սեփականությունը այս գանդոնի, որ ինքը ձեզնից հարկի։ Եթե դա իր սեփականությունը չի, նա չի կարող ձեզնից բան հարկի։ Հասկանում եք։ Այս գանդոնները պիրատներ են, հռոմեական իրավունք կոչվածով ձեզնից են դեպքում, որ հռոմեական իրավունքը գործում է պիրատսկի զակոն, ծովերի, օվկիանոսների, կղզիների, նավերի վրա։ Պիրատսկի զակոնը կոնտինենտների վրա չի գործում, մայրցամաքների վրա չի գործում, հասկանում եք։ Բացի դա, մի րոպե, նա պիտի հաստատի, որ ես պիրատ եմ, եւ այդ պիրատի իրավունքով, որ քեզ զավթել եմ, քո տարածքը զավթել եմ, դուք իմ ստրուկներն եք, որ ամրագրել են այսօր։ Ես հարկում եմ ձեզ, բայց այս բոզի տղեկը որևիցե իրավունք չունեն, որովհետև դա իրանց սեփականությունը չի։ Դա ձեր սեփականությունն այ գանդոնն է։ Վատ բան եմ ասում, որ ձեզ օրենք եմ սովորեցնում, ուղեղ եմ տալիս, որ դուք սկսեք գիտակցել, հասկանալ։ Այս օրենքները չեն գործում։ Այս օրենքները որևիցե իրավական կարգավիճակ չունեն։ Հասկանում եք։ Հիմա տեսեք։ 1991 թվականից, որ փաստացի ստորագրել են, վավերացրել են, որից հետո փաստացի սկսել են ամեն մեկ իր փայով ծախել։ 2010 թվականի Խերժոյի կողմից ընդունված օրենքը, տարածքների վարչատարածքային բաժանման մասին, մինչև այդ այլ օրենքներ, ամեն մի օրենք ընդունելուց, ամեն մի դելիմիտացիա, դեմարկացիա անելուց, դրանք ծախել են, վաճառել են, ձեզ ցեղասպանել են, ձեր սրբություններին տարել են, մատաղ են արել։ Մեր ՀՀՊ բյուջե կոչվածը ձեր ուղեղով տվել են ադրբեջանցը, Թուրքին, ջհուդին, ադրբեջանցի, ջհուդ, հրեա, թուրք, ֆրանսիացի, ամերիկացի չկա են ցեղատեսակներ։ Դրանք բոլորը սեկտաներ են։ Պետություններ էլ չկա։ Պետության կարգավիճակով է տալիս, ես ձեզ բացատրել եմ։ Պետության կարգավիճակը տալիս է ՄԱԿ-ը, ՄԱԿ-ն էլ իր կարգավիճակով հասարակական կառույց է, այսինքն նա չի հանդիսանում իրավասուբյեկտ, որ ձեզ իրավասուբյեկտություն տա, ու ասի գիտես կա, ձեր տարածքը, ձեր հիմա ուրիշ բան ասը, հիմա եթե դուք այդ ՄԱԿ-ՄՈՒԿ sense բան
ընդունում, հասկանում եք, գիտակցում եք, իբր, որ դա միջազգային կազմակերպություն է, հա ես ընդհանրենք գրեմ միջազգային կազմակերպություն է դա ունենում է իրավասուբյեկտություն, ոչ, բայց ենթադրենք իրավասուբյեկտությունը տված է ձեր գիտակցությամբ 1920 թվականին 214,000 քառակուսի կիլոմետրով, այդ դեպքում հարցը առաջ բա ուր է մեր կիլոմետրները հազարավոր, հա? Ես ոնց եղավ, արբիտրաժնի դատարան կոչվածը ձեր գիտակցությամբ, միջազգային արբիտրաժնի դատարանը, պետություն կոչվածները, հիմա այսօրվա վրա ՄԱԿ-ը, այն ժամանակվա ազգերի լիգը, ճանաչում են Արմենիան, Հայաստանը չէ, այդ շատ լախներ, Հայաստան այդպիսի պետություն չկա, Հայաստանի հանրապետություն կոչվածը, դա խապկանք էր, խապեություն էր, կլոնադա, թատրոն, որի միջոցով մեր ազգին, արմենական ազգին, արորդիներիս, մեր երգիր Արմենիան, սարքեցին 29,800 Հայաստանի հանրապետություն, և ես Հայաստանի հանրապետություն նորից եմ ասում, Հայաստանի եթե հանրապետություն է, ԽՍՀՄ-ն չի լուծարվել, դա հանդիսանում է ԽՍՀՄ-ի հանրապետություններից մեկը, իրավական առումով դա չի լուծարվել, հիմա, Ալմաթայի հռչակագիր կոչվածը, եթե, տեսեք էլ եմ ասում, որ դուք գիտակցաբար դրան անդրադառնաք, եթե դուրս երեք է, ըստ ձեր գիտակցության, հա, իրավական ակտերը չկա, որտեղ ցանկացած պետություն ամրագրում է իր գործողությունները, բանակցությունները, այլ հարաբերությունները իրավական ակտերի վրա հիմնված։ Հիմա եթե դուք նշված համապատասխան ակտերը չկան, ինչպես եք, ինչ հիմքերով, ասում եք բանակցություններ, հանրապետություն, պետություն, ինչ պետություն այ աղբեք։ Եթե հանրապետություն, հա, փաստացի ՄԱԿ կոչվածը բազմիցս հրապարակել է, որ չի ճանաչում ՌՖ-ը, որովհետև ՌՖ-ի վերաբերյալ Ելցին կոչվածը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հղում արել, որ խնդրում եմ ԽՍՀՄ-ն ՍՍՍР поменять на Российскую Федерацию. Я не сказал нет. Поменять անվանափոխում է։ Հասկանում եք։ Հիմա այդպես ուրիշ հարցը։ Որտեղ է նշված, ներկայացված այս գանդոնների կողմից հարցումը, հարցադրումը, որի շրջանակներում խնդրել են Արմենիայի անվանումը փոփոխել Հայաստանի Հանրապետություն։ Հարց եմ տալիս։ Բերեք մի փաստաթուղթ կոչված, ես բազմիցս հարցումները, դադախազությունացը, դադարոններ եւ մնացած պորնո կլուբի անդամներին բոլորին ներկայացված է։ Որևիցե մեկը ասում է մենք տես փաստաթղթեր չունենք, ակտեր չունենք։ Եթե ակտը չունես, ապա այդ Ալմաթայի հռչակագիրը ու մնացած ворի թղթերը իրավական ուժ չունեն։ Նախ, հիմա էլի անցնեմ իրավականին, բացատրել եմ, նորից էլ անդրադառնում եմ։ Ադրբեջան կոչվածը երբ է կայացել 1918 թվականին։ Իր հաստատումը ստացել է 36 թվականին։ 18 թվականն ենք վերցնում։ Ում տարածքի վրա է կայացել։ Հա? Հարց եմ տալիս։ Ոնց է կայանում, էլի, պետությունը ոնց է կայանում, արեք նա ցենց իրար հետ վերլուծությունը անենք, էլի, եթե դուք բառանահոտ չեք, եթե դուք գանդոն չեք, նորից եմ ասում,
Եթե դու գանդոն չեք, այսինքն մարդկային կերպար ունեք, մարդու մտածելակերպ ունեք, լափին տարված չեք, հա? Արեք նա ցած վերլուց է։ Այս ո՞նց է։ Ադրբեջանը կայացը։ Որտեղ է կայացը։ Հա? Այն երկու բառով անդրադարձ կատարեմ, այն գանդոնը որ կա, այն մորուքով գյոթը, այն պարույրիկ ծայրիկյանը, հա? Ինքնորոշում եւ այլն։ Այդ բոլորը կապիկություններ են։ Այդ բոլորը կապիկություն է, մենք ինքնորոշման խնդիր չունենք, չենք ունեցել, չենք էլ ունենալու։ Մեր ազատագրման խնդիրը։ Ազատագրման 480,000 քառակուսի կիլոմետրով։ Արևմտյան Հայաստան 290,000, պլյուս 40,000 Կիլիկիա, պլյուս Նախիջևան, պլյուս Փայտակարան, պլյուս Ատրպատական, իր Բաքուրակերտ մայրաքաղաքով կարճ Բաքու, պլյուս Դաշտային, Լեռնային Արցախ, պլյուս Ջավախ, Բաթումի, Ախցխա, եւ այլն եւ այլն։ Մենք ինքնորոշման խնդիր չունենք։ Չենք էլ ունեցել։ Բայց անցնենք մեր խնդրու առարկաներին, հա։ 91 թվականին, որ ասում եք, անդրադառնալով դեպի 18 թիվը։ 18 թվականին այդ Ադրբեջանի կոչված պետությունը ով է ճանաչել։ Հա? Ոնց են ճանաչել։ Ասել են սի բանա, հա, բանը, Համզա Չիմաննա, всё, արդեն ճանաչվեց պետություն, հա։ Երկու միջազգային նորմեր կա։ Ինքնորոշում եւ ամբողջականություն։ Հիմա Ադրբեջան կոչվածը ինքնորոշվել, հա, ուրա հանրակվեն։ Ում տարածքում է ինքնորոշվել։ Մեր տարածքում, մեր Արմենիայի տարածքում։ Հարց եմ տալիս։ Ո՞վ է դրա համաձայնությունը տվել։ Հա? Ուրեմն տեսեք ինչ է ստացվում։ Փաստացի էս գանդոնները, սկսած դաշտաններով, մաշտաններով ու մնացած գանդոններով 20 թվականից ուշադիր։ Դաժե 20 թվականից չէ, ավելի շուտ է։ Բայց վերցնեմ ավելի, ոնց որ ասած, վերջնաժամկետների մասին քննարկում անենք, էլի։ 1920 թվականին տեսեք, որ արբիտրաժնի դատարանը ներկայացնում է, որ այն ժամանակվա հատվածով Հայաստանը 214,000 քառակուսի կիլոմետր է։ Հարց եմ տալիս։ Այս ոնց դառավ 29,800, հա։ Կամ տեսեք նորից եմ ասում, Ադրբեջան կոչվածը, որ կայացել է, բայց ով է կայացել, ոնց է կայացել, հանրակրվեի ուրա հիմքերը։ Հարց եմ տալիս, այ գանդոններ, ամբողջականությունը մերն է, մենք պիտի համաձայնություն տայինք, որ ինչ-որ Ադրբեջան պետությունը կայանար, հետո 1988 թվականի Սումգայիթ Բաքուն, ինչի չի ճանաչվել որպես ցեղասպանության փաստ։ 1910 ես փաստաթղթերը ձեզ կարդացել եմ, որ այդ բոլոր փաստաթղթերը այդ պահանջներով ցեղասպանությունների 15 թվական կորցո օպերացիա Սումգայիթ Բաքու 4 ատոմային պայթուններ, որը ներկայացվեց որպես երկրաշարժ, ես եմ ներկայացրել գանդոններ, որ մեկը տա տերկային է, քունեմ ձեր ագարկա բերանը ես։ Հարց եմ տալիս արա, որ մեկը տա տղա, որ մեկը տա կռված, ու ինչի մար կռված, ձեր կնիկների տրուսիկի մեջ եք կռվեք պիդրներ, որ մեկը, հարց եմ տալիս արա, այդ որ նախագահ կոչվածը, որ վարչապետ կոչվածն է, այդ հարցերով, այդ գանգատներով, տեր կանգնել, փաստաթղթերն ունեմ արա, ներկայացված է բոլորին, այս բոլոր համակարգ կոչվածներով, իրենք էլ նշել են, որ միջազգային նաև կառույցներին, որ միջազգային կառույցն է եկել ասի գիտես կա, ստեղ ստորակետը սխալ ես դրել։ Հարց եմ տալիս, արա։ Արա այ ոռատուներ, ինչից եք բողոքում դուք, որ դուք ձեր սրբություններին տեր չեք կանգնում, գալիս եք ես գյոթերից եք խոսում, հարիցը դրա փող են բան ասում, տրալիբուսի բանը, վարձը,
հայտարարագիր են ուզում մեզնից։ Ձեր մոր որն է կարող է ուզեն տալու եք։ Եթե ձեն չեք անում, ուրեմն համաձայն եք։ Ձեր մորներին էլ կշինեն, կանիկներին էլ կշինեն, ձեր երեխեքին էլ կշինեն, բա տենց է։ Այսքան ցույց են տալի, այսքան կողում են։ Հարց են տալիս։ Բայց որ դու ձեն չեք անում, ինչ է նշանակում։ Համաձայնության նշան։ Այդ բոլորին է վերաբերում, մուսորներին, դադախազներին, ԱԱԾ-ներին, հատուկ քննչ բոլոր գանդոններին, կուսակցական գանդոններին, այսօր միլիարդեր կոչվող պիդրներին, լֆիկով, դոդիկով, գրզոյով, մրզոյով մնացած գանդոններով։ Բոլորիդ է վերաբերում, ոռատուներ։ Դուք լավ տղա եք, որ փողը մեզնից, ազգից, պետությունից հափշտակած, թալանած գումարները, մեր ընդերքը, մեր հանքերը, այսօր ձեր նման գանդոններն են առնում, ծախում, վայելում։ Ձերն է։ Հա? Հարց եմ տալիս։ Ձերն է արա։ Հարց եմ տալիս այդ գանդոնները տումն է։ Մերն է, մեր ազգինն է։ Դուք մեր ազգի հետ ինչ կապ ունեք, ղախպեք։ Դուք մեր ազգի հետ ընդհանրապես կապ չունեք։ Ձեր ազգանուններն է փոխած, բայց դուք մեր ազգից չեք։ Դուք գանդոններ եք, դուք սեկտայի անդամներ եք։ Դուք էլ չեք իմանում ձեր հերերը ով են, ժաշտամ ձեր ագարկաբերանը։ Այ ոռատուներ, նորից եմ ասում, ով է ձեզ տվել այդ սեփականության իրավունքը, հա? Հարց եմ տալիս։ Այն սեփականաշնորհման ժամանակահատվածում, որ իբր թե ձեր բնակարանները սեփականաշնորհում էին, որի համար նաև գումար է շորթվել արքու վաճառքի տեսքով։ Բացի դա, 2007 թվականից էլ նշված օրենքը այլևս չի գործում։ Վերացրել են, այսինքն իրավական ուժ այլևս էլ չունի, անգամ եթե ունենար։ Դրա վերաբերյալ նաև կա սահմանադրական որոշում կոչվածը, որով ամբողջությամբ վերացրել են այդ սեփականաշնորհման խաղը։ Բայց դրան որ ներքո անգամ իմ սեփականությունը հանդիսացող ունեցվածքից, այս գոյություն չունեցող արդեն օրենքը 2010 թվականի, այս դադավորների, դադախազների մոր բեռնումը դնելու է։ Ես բոլորը հավաքել եմ, բոլոր հիմքերը հավաքել եմ նաև։ Գոյություն չունեցող օրենքի դրույթները կիրառում է դատարանը, եւ նշված օրենքը գոյություն չունի։ Օրենքը նման չկա, ու մարդկանց խաբելով խարդախությամբ կլպել են, ու մեր գանձերը, մեր ընդերքը, ջուր, տրանսպորտ, կապ, էներգոհամակարգ, տրանսպորտ եւ այլ, բոլորը սարքել են, բնականաբար կեղծ, իրանց սեփականությունը։ Պետությանը չարա, իրանց սեփականությունը։ Տարեկան 200 տոննա ոսկի Հայաստանից Արմենիայից դուրս է գալիս։ Մենակ 2019 թվականին 163 տոննա ոսկի, տոննա, ուշադիր, տոննա ոսկի դուրս է եկել, պլյուս դրա 3 տոննա ոսկեչական զարդ է, 80 միլիոն դոլարի ադամանդներ, ինքնաթիռներով սիգարետներ, ինքնաթիռներով այլ ապրանքներ, ու դա չի մտնում գանձերան, իսկ ձեզնից հարկում են, իսկ ձեր նման ողջերին հարկում են, ձեր սեփականությունը հանդիսացող ապրանքի համար, տան համար, մեքենայի համար եւ այլ հարկում են, ասում են, ո՞տ գնամ անեմ, գանդոններ բացատրում են, հասկացնում են, որ ձեր սեփականությունն է, ընդերքը, ջուրը, տրանսպորտ, կապ, էներգո, դա մերն է, մեր ազգինն է, մեր երկրինն է, մենք պետք է դրանցից հարկենք։
Մենք պետք է հարկենք այ գանդոններ։ Մերն է էս։ Սրանք իմ խեղրի գանդոններն են, այող չարահոտ։ Դուք հասկանում եք էս ինչը։ Այսօրվա այդ իրավաբան կոչվածները, փաստաբան կոչվածները, համակարգ կոչվածները, դրանք բոլորը բազմակի օգտագործված գանդոններ են, դրանք իրավաբաններ չեն։ Դրանք հասարակ իրավաբանությունից զուրկ է։ Դրանք հասարակ իրավաբանություն, իրավագիտություն չունեն։ Սրանք մենակ կարան կարդան, այս օրենքով է սա, այս օրենքով է սա։ Պարտադրած ընթացակարգեր։ Այսքան բան։ Որից է մեկը իրավունք չունի։ Արեք տեր կանգնեք ողջարահոտ ձեր իրավունքներին, ձեր սրբություններին, ձեր ավանդույթին, մշակույթին, լեզվին, հոգևորին։ Այս սաղի, սաղգարկեկին հրապարակավ սատկացնեմ։ Մինչև սատկացնելն էր որները 4 տոնածառ կուխեն, որ մխկտալով որնալով սատկեն։ Ազատագրենք մեր Արմենիան։ Ազատագրենք։ Էդի բլակով չեն անում, արա այդ չաթլախն է, այս ուղեղի խնդիրը։ Հասկանում եք։ Ես կան բացատրում եմ, ես կան հասկացնում եմ։ Սրանք բոլորը հանցագործներ են, պետական դավաճաններ, միջազգային հանցագործներ, սրանք բոլորը ենթակա են իրենց համակարգերով, մուսռներով, դադախազությունով, ԱԱԾ-ով, քննչականով, ազգային ախորի դեպուտանկեքով, կուսակցություններով, բոլորը միջազգային հանցագործներ են, պետական դավաճաններ եւ դրանք բոլորը ենթակա են գնդակահարության։ Միացեք, որ սրանք բոլորին սատկացնեն։ Այսօր իսկանը։ Սպասում եմ ձեր գիտակից հատվածի ձենին։ Ոչ թե դատարկախոսությանը, բարսում մենք դեր կողքնեմ, ինձ աջակցությունը ինձ պետք է, որ դուք ձեր սրբություններին տեր կանգնեք, որ սրբություններին տեր կանգնեք, գիտակցեք, բոլոր խնդիրները լուծված են, սրան պարզապես տերա պետք կանգնել, մենք Արմենիայի վերածնունդն ենք իրականացնում, ոչ մի միջազգային կառույց կոչված, էդ էլ բացատրեմ, ոչ մի միջազգային կառույց կոչված, փաստի, իրավունքի, իրանցից գրած օրենքների դեմ չի կարա դուրս գա, ես խոսում եմ թե իրենց ներպետական, թե իրանց միջազգային օրենքներով, ձեզ պարտադրված, որոնք իրականում որևիցե իրավական կարգավիճակ էլ չունեն, բայց բացատրում եմ, անգամ, լինելու դեպքում, անգամ, եթե մենք համարենք, որ այդ օրենքները, այդ կոնվենցիաները կան, ապա այդ օրենքներով, այդ կոնվենցիաներով, դրանք բոլորը ենթակա են գնդակահարության։ Այդ դրանց է պետք գենոցիդը իրականացնել, դրանց ցեղատեսակների նկատմամբ։ Տեր կանգնեք ձեր սրբություններին, ձեր ավանդույթին, ձեր մշակույթին, ձեր լեզվին, ձեր հոգևորին, ձեր օջախներին, ձեր հողին, ձեր երկրին, ու այդ ամեն ինչը կարգավոր է, կարգավորել են, պրոստը տերա պետք կանգնել, այսքանը, սպասում եմ ձեր վերաբերմունքին, ձեր գիտակցությանը, իմ հեռախոսահամարներն են, WhatsApp, Viber, Telegram, պլյուս 374, 55, 227, 227, ձերքիս համարնա 055, 227, 227, իդեպ մի բան էլ ասեմ, ես պորնիկը ինչ-որ քննարկումներ է նախաձեռնել, փաշողլի կոչված պիդրը, ես ասել եմ հրապարակայնացնենք, այսօր խոսեցի դրարող հարաղոկակի ղեկավարի հետ, Լուսինե Գևորգյանա, թե Գրիգորյանա, պապանոսում է մենք ձեզ տեղեկացնենք, բայց ասում է մենք ցույց չենք տա, որ նկարվի, ոչ ցույց չես տա, պորնիկներ, չանեցի չես ասում, այսինքն դուք նկարեք մոնտաժ անեք, չէ, մենք է պետք է նկարենք, ես ու այդ հանրայնացնելու եմ, մատուցեմ ձեզ, ու նաև ձեզ հասանելի դարձնեմ ներկայացնելով են բոլոր արկա խնդիրները, որ այսօր ձեզ ներկայացրեցի, փաստերով,
ու որ սրանք բոլորը միջազգային հանցագործներ են։ Ու սա, որ պետական դավաճանի միջազգային հանցագործին ներկայացնում ես, առել ես, էֆեկտը կտեսնեք։ Հիմա մնում է ձեր գիտակցությունը, ձեր համապատասխան ուղեղային, մարմնական նաև, էլի ֆիզիկապես ներկա լինելու հանգամանքը, որ այդ բոլորը ես արել եմ, իրականացրել եմ եւ մնում եմ միմիայն դրան տեր կանգնել։ Տեր կանգնեք, որ սրանց բոլորին իրենց արժանի պատիժը տանք, հրապարակավ սատկացնենք։ Իսկ այն դոգեր մոգեր են ծծող մծող այդ պոռնոները ձեզ զբաղեցնում են։ Նրանք զբաղեցնում են այդ փաշողլի երրորդնա թե չորրորդն է պոռնկածանունդը։ Դրանց միջոցով են ուզում օրինականացնել։ Ռուբենն են կոչված են Գանդոն են, թաթար ռուբո կոչված են գյոթը։ Են ջուդ պիդարացը։ Այդ Գանդոններով նրանք ոչ մեկը նստած չէ։ Ոչ մեկը նստած չի։ Իրանց համար քեֆ է ուրախություն են անում։ Պարզապես օղչարա հոտին մցնում են ուղեղները։ Այս գյոթերը բոլորը նույն քաքի գարշոկի մեջի գավնոն են։ Պարզապես տարանջատել են ամեն մեկին իր գարշոկի մեջ, ասում են դու ես խաղա, դու ես խաղա։ Օղչարա հոտին խափեք։ Սա է իրականությունը։ Այս թաթար ռուբո մուբո, այս Գանդոններին, Արայիկ Հարությունյան եւ այլ, սրանց բոլորին պետքա որտեղ էլ պահկված լինեն, բերելու ենք սատկացնենք։ Ու այն հապշտակվածը, թալանվածը վերադարձնենք ու մռմռալով պետք է սրանց բոլորին իրենց արժանի պատիժը տանք։ Միացեք ազգային ազատագրական պայքարին, որ ազատագրենք մեր երկիրը, ձեր սրբությունները, մեր ավանդույթ, այս տեր մեր տերներն էլ հետը սենց, որները պետք է տոնածառ կողվի։ Մենք պիտի վերադառնանք մեր իրական հոգևոր դաշտի։ Նաև մեր աստվածներին, ինչի՞ չէ։ Մեր աստվածների դեմ որևիցե մեկը չի կարող որևիցե պրետենզիա ներկայացնել։ Արամազնա չէ եղել գլխավոր աստվածը։ Տեր կանգնեք։ Տեր կանգնեք, արա լույսը, ջերմությունը, լույսը ոչ միայն լույսի կարգավիճակով, այլ նաև գիտելիքները։ Տեր կանգնեք, արա։ Ձերն է։ Դրանք են աղանդներ, թե քրիստոնեությունը, թե բոլորը։ Ժամանակին մի կրոն է եղել։ Մեր աստվածներով, թե Հունաստանում, թե Հռոմում, թե։ Պարզապես այս Գանդոնները ջուդ սեկտայի անդամների միջոցով վերացրել են։ Հիմա ժամանակը եկել է, որ տեր կանգնեք։ Եվ այդ ամենը կկարգավորեմ, կմատուցեմ, կներկայացնեմ, եւ դուք մարդկային բոլոր հատկանիշներով կապրեք։ Սպասում եմ ձեր գիտակցականին ու ձեր իրական աջակցությանը, ձեր իրական ոչ թե օդի մեջ խոսքերով, այլ ֆիզիկապես նաև իմ կողքը կանգնելուն, համատեղ ձեր սրբությունների տեր կանգնելուն, մեր երկրին, մեր օջախներին, մեր ավանդույթներին, մեր մշակույթներին, մեր լեզվին, մեր հոգևորին, կրոններին չէ։ Սպասում եմ ձեր գիտակցականի բարձրացմանը եւ ազատագրմանը մեր Արմենիայի վերածնունդին։ Մենք էլ հայ չենք, մենք արմեններ ենք, արորդիներ ենք։ Այսքանը։ Հաջողություն։